Երեք Նիկոլիս սրտիկ դատավորներից մեկը Մասիս Մելքոնյանը Արշակ arczepiskopos Խաչատրյանին 2 ամիս կալանք տվեց։ Չեմ ուզում քննարկել Սրբազանի կալանքի հարցը, որովհետև անիմաստ մեղադրանք առանց վկաների, առանց ապացույցների, առանց որևէ տեսագրության եւ այլն եւ այլն։ Սա այս հարցը չի, որ կուզեմ քննարկել։ Խոսքս վերաբերում է այն 10 եպիսկոպոսներից մեկին, Վազգեն Միրզախանյան։ Դու առանց ամաչելու շրջում ես շրջիկ աշխուժակի պես գնում ես TV-ից TV, լրատվականից լրատվական եւ բողոքում ես վեհապարից ու քո հոգեվոր եղբայրներից։ Դու մի քիչ ամոթ պետք է ունենաս։ 4 քո հոգեվոր եղբայրներ, arczepiskoposներ այսօր բանտում նստած են։ Դու գնացել ես մտել ես ինչ-որ մի հատ TV, բողոքում ես վեհապարից, հերիք չի, մի հատ էլ ասում ես թե մենք հանդիպեցինք վարչապետին եւ վարչապետն ասեց պիտի քննարկենք վեհապարի անցնցում հեռանալու հարցը։ Դու չես ամաչում, գոնե այս ամեն ինչը արել եք, գոնե սուս մնացեք։ Գոնե ամոթից սուս մնացեք, գոնե ձայն մի հանեք։ Գոնե ձայն մի հանեք։ Ու դու քննարկում ես վեհապարի հրաժարականի հարցը, քեզ թվում է դու կաթողիկոս ես դառնալու։ Դու կաթողիկոս չես դառնալու, Վազգեն եպիսկոպոս։ Քեզ ոչ մեկ չի թողելու։ Քեզ օգտագործելու են ու դենն նետեն։ Բոլորը ճանաչում են քեզ։ Բոլորը գիտեն թե ով ինչ է արել։ Դուք մտածում եք թե այն կոմպրոմատները որ կան, ձեր վրա չեն օգտագործում հիմա ու ընդհանրապես չեն օգտագործելու։ Իսկ կարող ենք իմանալ Վրաստանում ինչեր է եղել։ Իսկ կարող ենք իմանալ թե Վրաստանից ձեզ ինչու են հետ կանչել ու նշանակել Բալթյան երկրների առաջնորդ։ Վեհապարի սխալն է որ ձեզ հերիք չի այդ ամեն ինչի համար պահում է, մի հատ էլ նշանակում է տեղից տեղ։ Այ այդ է վեհապարի սխալը։ Շնորհակալություն, ստեսություն։